Նախ ուզում եմ ուրախությունս հայտնել, որ 5 ամսվա այս տառապալից ճանապարհորդությունից հետո Լիդիա Մանթաշյանը, իմ շատ սիրելի Լիդիան, այդ որոշման արժանացավ, կամ էլ թե չէ այդ որոշումը տրվեց։ Դա կարող էր լինել անցյալ շաբաթ, դա կարող էր լինել 2 ամիս առաջ, դա կարող էր լինել 3 ամիս առաջ։ Եվ ստիպված չլինեինք այս դատարանում ասելու, որ 3-4 ամիս առաջ, որ ինչպես ավետարանական դատավորներ Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում։ Այո, ես ակնկալիքն ունեի, որ անցյալ շաբաթ կլինի գոնե, բայց չեղավ։ Եվ չեղավ, որին որևէ արդարացում չկար։ Դուք այսօր փաստեցիք, որ ոչ թե արդարադատությունն ու արդարությունն է գործում, այլ գործում է նպատակահարմարությունը։ Եվ սա ցցուն արտահայտությունն է, իմ խոսքերը ոչ վիրավորական են, ոչ էլ նույնիսկ քննադատական, ես ուղղակի արձանագրում եմ իրավիճակը։ Շատ կուզեի այստեղ լիներ մյուս մեղադրողը, այն խստությամբ խոսող, որ նույնիսկ անցյալ շաբաթ տեսակցությունները բացելու մասին խոսակցությունը փակվեց։ Դա ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ այս ամբողջ դատական գործընթացը այլ բանի մասին է, արդարադատության մասին չի, որքան էլ փորձեն ներկայացնել որպես արդարադատություն։ Կգա ապացույցների ժամանակը, եւ ես ավելի խորությամբ կասեմ դրա մասին, այն բոլոր փաստացի գրանցումները, որոնք պատճառ են դարձել այսքան մարդու կյանքի տառապանքին։ Ես ասել եմ, ելի եմ ասելու, նորից եմ կրկնելու։ Մեզանից որևէ մեկի համար, ընդհուպ ինձ համար, մենք այստեղ եւ ընդհանրապես այս հանրապետության մեջ ոչ թե քաղկալանավորներ են կամ կալանավորներ, այլ գերիներ են եւ պատաններ։ Լիդիա շղթայված Հայաստանի, բայց հաղթանակով Հայաստանի խորհրդանիշն է։ Դուք այսօր այդ շղթայից փորձեցիք մի փոքրիկ օղակ հանել, եւ բայց մեր մեծ խնդիրը մնում է չլուծված։ Հետևաբար ես վերստին եմ ուզում արձանագրել, որ այնինչ հիմա տեղի ունեցավ, դա ուղղակի ինձ համար անընդունելի էր։ Անընդունելի էր այն իմաստով, որ ոչ թե որ Լիդիան այսօր վարչական կալանքի տակ է գնում, ընդհանրապես պետք է ազատվեր, ընդհանրապես պետք է արդարանա, եւ ոչ միայն Լիդիան։ Այստեղ է Մովսես Շարվացյան օրինակ, 3 անչափահաս երեխաների հայրը։ Անչափահաս երեխաների, որոնց չի էլ տեսնում շնորհքով։ Այստեղ են տարբեր մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով են ճանապարհ անցած գործարարներ, ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ եւ այլն, ես չասեմ էլ որևէ մեկին, էլ հոգեվորականի մասին չեմ ասում։ Այդուհանդերձ, սա մեր կռիվն է, պատվարժան դատարան։ Դուք եք հանձնառել կռվի մյուս կողմը լինելու։ Ես հուսով եմ, որ եւ դուք ուղղակիորեն ասելով ես նկատի ունեմ նաեւ մեղադրող կողմը։ Ես հուսով եմ, որ այս որոշումը երբ դուք կայացրեցիք, այս մեկ շաբաթվա ընթացքին նաև ձեր մտքի մեջ զղջում եք ունեցել, որ կայացրել եք։ Բարձրաձայն չեք արտահայտել, չարտահայտեցիք, ոչ էլ մեղադրողները, վստահ եմ, որ հուսով եմ ավելի ճիշտ, որ զղջում են ունեցել իրենց մտքի մեջ այսպես վարվելու համար։ Զղջումով եք արել դա։ Ես շատ կուզեի նաև այս դատարանի դալիճում այդ ներողությունը լսել, բայց դրա ժամանակն էլ կգա, Աստված չի ուշացնի։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, եւ ուզում եմ խոսքս ամփոփել դարձյալ Եսայի մարգարեի խոսքով։ Դարձյալ պիտի զորանաք, բայց դարձյալ պիտի պարտության մատնվեք, որովհետեւ Աստված ընդմեզ է։ Բոլորիդ գնահատեմ, Լիդիա ջան, ապրես։ Որպեսզի վարորդի մասնակիցների մոտ հարցից առաջանա, որ այս այն, ինչ-որ պատճառներով, պատճառը միակն է,
պատճառը այն է, որ հանգամանքներ են, որոնք այդ են գալիս եւ դատարանը քննության առնելով տվյալ պահին ոչ թե նպատակահարմարությունն է, նպատակահարմարությամբ է որոշումները կայացնելու համար, այլ դատարանը գնահատականի արժանացնելով այն հանգամանքները, որոնք նախկինում առկա են եղել, դրանց համակցության արդյունքում է որոշման հանգում։ Ես չգիտեմ, վարորդի մասնակիցները դատարանին ընդհանրացնում են մեղադրանքի կամ պաշտպանական կողմի հետ, ոչ, կողմերը տեք, մեղադրանք եւ պաշտպանական կողմ։ Դատարան լսելով կողմերի կարծիքը, այստեղ մրցակցության սկզբունքով է նաև գնում եւ դատարանի մոտ որ պահի որ համոզմունքի առաջանում, այդ պահին դատարանը այդ կապակցությամբ իր դիրքորոշումը հայտնում է։ Սա գիտություն բոլորիդ։ Եվ մի բան էլ ասեմ, դատարանի համար շատ զարմանալի է, չգիտեմ ինչի համար, որ որոշումը, որ նախկինում կայացված դատարանը նշում է, որ իրավաչափության պայմանները պահպանվում են, ձեր մոտ դժգոհություն է առաջացնում, որ որոշման, որ դատարանը արձանագրում է, որ իրավաչափության պայմանները փոփոխվել են, այդ են եկել նոր հանգամանքներ, որոնց արկայության պայմաններում դատարանը ապրեցական որոշում է կայացնում, ծափերով եք դիվարում, ոչ նրա կարիքը կա, ոչ նրա կարիքը։ Իսկ ինչ վերաբերում է արդարացվել մյուս, ես վարորդի մասնակիցներին բազմիցս հայտնել եմ, դատարանը նախնական դատալսումների փուլում չունի նման իրավասություն, նշելով անձը մեղավոր է թե չէ, եւ որևէ կողմ իրավունք չունի, այդպիսի հստակ դիրքորոշում հայտնելով։ Հիմնական դատալսումների արդյունքով միայն կարող եմ ես այդ որոշումը կայացնել որպես դատավոր, մեղավոր եք թե մեղավոր չեք։ Եթե մեղքը կա ինչ չափով, եթե մեղքը չկա, ուրեմն չկա։ Սա է։ Ինչևէ շարունակում ենք, խնդրեմ, հաջորդիվ մեզ մնացել էր, ես արդեն իսկ նշեցի, որ Արտուր Սարգսյանի մասով հաջորդ դատական նիստին ենք մենք քննարկելու, քանի որ դատարանի որոշումը բողոքարկվել էր, գնացել էր վերաքննիչ դատարան, գործով ուղարկվել էր այդ մասով, Վագն Չախալյանի մասով ենք մասնում քննության, միջոցը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու, վարորդի մասնակիցները խնդրեմ ձեր դիրքորոշումը այդ այս կապակցությամբ։